Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Արցախի տարածքից անօգտվել Իրանի դեմ պատերազմ։ میگن که اطلاعاتی وجود داره که از قلمرو آرցախ در این جنگ بر علیه ایران از قلمرو آرցախ استفاده شده. من این اطلاعاتی ندارم. Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում. ایشون در رابطه با پروژه های اقتصادی و زیرساختی هست در چارچوب روابط ایران ارمنستان در بستر این جنگ ایران اسرائیل سرنوشت این پروژه ها چگونه خواهد بود؟ آیا امکانات مالی و کادری برای به اتمام رساندن این پروژه ها وجود خواهد داشت یا خیر؟ جنگ تو ایران اتفاق افتاده تو ارمنستان که اتفاق نیفتاده. պատերազմը Իրանի տարածքում է տեղի ունեցել, ոչ թե Հայաստանի. در ارمنستان پروژه ها با قدرت داره انجام میشه. Այդ նախագծերը Հայաստանի տարածքում շատ ուժգին կերպով կյանքի են կոչվում. تامین مالی این پروژه ها توسط شرکت ها و اون فاینانسرها هستش. Ուրեմն ֆինանսավորումը այդ նախագծերի, ընկերությունների եւ ֆինանսական կառույցների կողմից է իրականացվում. هیچ تغییری در فعالیت های ما حتی کوچکترین فعالیت های سفارت و نهادهای ایرانی و شرکت های ایرانی در ارمنستان ایجاد نشده است و نخواهد شد. Ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա այն աշխատանքներում, որոնք իրականացվում են իրանական ընկերությունների, Իրանի դեսպանատան եւ տարբեր իրանական կառույցների կողմից Հայաստանում. نه تنها در ارمنستان در ایران هم تمام فعالیت ها داره انجام میشه و خدمات به مردم به شکل سابق و عادی صورت میگیره. Ուրեմն այդ փոփոխությունները ոչ միայն Հայաստանում տեղի չեն ունենա, այլ նաև Իրանում բոլոր ծառայությունները, անհրաժեշտ ծառայությունները այնտեղ մատուցվում են ժողովրդին. دشمن در حال یأس و ناامیدی تزریق یأس و ناامیدی در مردم ایران هست. شما تحت تاثیر این قرار نگیرید. Թշնամին փորձում է հուսալքվածություն ուրեմն ներարկել Իրանի ժողովրդին. Դուք դրա ազդեցության տակ մի հայտնվեք. همین الان در سرزمین های اشغالی سانسور بسیار شدیدی نسبت به مراکزی که ما هدف قرار میدیم وجود داره. اجازه نمیدن فیلم بگیرن، اجازه نمیدن اخبار دقیق منتشر بشه. چرا؟ چون اگر منتشر بشود جامعه اونجا به شدت به هم خواهد ریخت. Ուրեմն հենց այս պայի դրությամբ այդ օկուպացված տարածքներում շատ խիստ կերպով ուրեմն այն կենտրոններին, որոնք իրանական կողմը հարվածել է, ուրեմն սանսուրի է ենթարկվում, թույլ չեն տալիս, որ հստակ ճշգրիտ ինֆորմացիա ուրեմն տարածվի, որովհետև իրենք վստահ են, որ նման
ճիշտ ինֆորմացիաների տարածման դեպքում այնտեղի ժողովրդի մոտ խառնաշփոթ իրավիճակ ստեղծվի։ اگر تصاویر واقعی و اخبار واقعی اجازه میدادن سانسور نمیکردن منتشر میشد مردم به جای اینکه با قایق و کشتی سرزمین‌های اشغالی رو ترک کنن شنا میکردن میرفتن Եթե ուրեմն ճշգրիտ ինֆորմացիա հրապարակվեր այնտեղ ժողովուրդը այդտեղի նրանք նավակներով երկիրը իրենց տարածքը չէին լքի, այլ շատ արագ լողալով կլքեին իրենց տները։ Արայք Սարգսյան, Աշխարհ քաղաքական ակադեմիա, Արտադրական պարոն դեսպան, ես որպես նաև բլոգեր իմ հասնյակ հազարավոր հետևորդների անունից խորի շնորհակալություն եմ հայտնում ձեզ Իրանի բարեկամ ժողովրդի այս բարբարոսական ագրեսիայի հետևանքով օրով ուժ ունենալու համար վերահաստատելու Իրանի արգարժան փոփոխություն Հայաստանում սահմանների փոփոխություն եւ դուք հիմա վերահաստատեցիք այս ցաներ օրերի դա جناب سفیر از جناب عالی و کشور دوست ایران تشکر میکنم. من در واقع برنامه‌ای که من پخش میکنم مشترکین بسیار زیادی داره و اونها گوش میدن به تحلیل هایی که انجام میدم. از جناب عالی تشکر میکنم که در این شرایط بسیار سنگین این قدرت و این توان رو در خود یافتید و یک بار دیگه در مورد خطوط قرمزی که توسط رهبر معظم جمهوری اسلامی ایران در سال 2023 در دیدار با مفهومش این است که در تقابل با ما توان ندارد و نمیتواند ما را شکست دهد. այն որ թշնամին ներսի երկրի ներսում ուրեմն վարձկանների միջոցով փորձում է այդ էթնիկ ուրեմն ժողովրդների միջև ուրեմն նրանց օգնությամբ եւ նրանց իրար դեմ դարելով ինչ որ արդյունքի հասնել, դա խոսում է նրա մասին, որ նրանք իսկապես վախենում են պարտվելուց եւ չեն կարողանում մեզ հետ դիմակայել մեր նկատմամբ։ ما شکست نخواهیم خورد Մենք չենք պարտվի و هر چی تلاش کنن ما رو دفن کنن مثل بذر دوباره رشد خواهیم کرد եւ ինչքան էլ փորձեն մեզ ոչնչացնեն, մենք ծիլ կտանք, մենք նորից ծիլ կտանք։ هر بار تلاش کردن که ما رو دفن کنن ما مقتدرتر ظاهر شدیم Ինչքան փորձել են որպեսի մեզ ոչնչացնեն, մենք ավելի հզոր եւ ուժեղ ենք հանդես եկել։ آخرین باری که یک فرد تلاش کرد ایران را تسخیر کند و 8 سال جنگ تحمیلی را به ما تحمیل کرد در تونل های فاضلاب عراق پیداش کردند. Վերջին անգամ այն անձը, որ փորձում էր մեզ պարտության մատնել եւ մեզ ուրեմն պարտադրել պատերազմ, նա Իրաքի կոյուղիների այդ խողովակներում ի հայտ եկավ։ شما مطمئن باشید ما درس بزرگی به تجاوزکارها خواهیم داد. Վստահ եղեք, մենք շատ մեծ դասեր կտանք ագրեսորներին։ خیلی ها در طول تاریخ تلاش کردند که ایران را از بین ببرند ولی در لابلای تاریخ دفن شدند. Շատերն են փորձել պատմության ընթացքում ոչնչացնել Իրանը, սակայն նրանք պատմության էջերի արանքում ոչնչացվել են։ به یاری خداوند متعال Աստծո կամոք و با تکیه بر مردم خودمون ապավինելով մեր ժողովրդին و تحت رهبری رهبر عزیزمان
եւ մեր սիրելի հոգեվոր առաջնորդի ղեկավարությամբ می‌ایستیم կանգուն կլինենք و اگر قرار باشد بمیریم ایستاده می‌میریم. եւ եթե պետք լինի մեռնել, զոհվել, ապա կանգնած կզոհվենք։